Տիկին Ալավերդյան, այսօր դուք մասնակցում եք շատ կարևոր միջոցառման, ինչ ակնկալիքներ ունեք այսօրվա հավաքից։ Ճիշտ ասած, ես երբեք որ մի բանում մասնակցում եմ, ակնկալիքով չեմ, այլ պահանջատիրությամբ։ Ես կարծում եմ, որ դա արդեն ամոթալի մի վիճակ է, երբ որ Հայաստանի Հանրապետությունում ամբողջ տարածաշրջանի համար փաստորեն միայն հանրայինն է կարողանում արձակի իր պես հաղորդումները, փաստորեն մենք ունենք ոչ թե հանրային, այլ որ ինչպես եղել է կներեք, ես հիշում եմ սովետական ժամանակ պետական։ Հիմա այդ առումով դա ոչ թե ոտնահարում է իրավունքների եւ այլն ազատորեն կարողանալ հայթայթել եւ գտնել ամենատարբեր աղբյուրներից տեղեկությունը, այլ ուղղակի դա կրկնում է, պատիվ չի բերում։ Սա փաստորեն այդպես պիտակավորում է մեր հանրապետությունը որպես ոչ ժողովրդավարական, որպես ոչ ազատ մամուլի եւ ազատ տեղեկատվության։ Ինչու եմ դա ասում, որովհետև կրկնում եմ, մենք փաստորեն գիտենք, որ տարածաշրջանը մեր բավականին նեղ փոքր է, բայց եւ այնպես ոչ մի ուրիշ հերոստալիկ չի հասնում մեր գյուղերը։ Ես ինքս վկա եմ, որովհետև ես գնում եմ ու տեսնում եմ դա։ Հիմա դա նշանակում է, որ գիտեք, պատիվ պետք է բերի այս իշխանությանը, եթե վերջապես հանրայինը դառնա հանրային, այլ ոչ պետական։ Հիմա իսկական Հայաստան, եթե իրական Հայաստան է, դա կապ չունի, մենք ունենք օրենք, մենք ունենք մարմին, որը պետք է դրան հետևի, պետք է ասեմ, որ մենք ժամանակին շատ պահանջատիր էր հասարակությունը։ Հիմա ինչպես դուք գիտեք, քաղաքացիական հասարակության ակտիվ զանգվածը չգիտես ինչի, նա պարզվում է ոչ թե երևույթի համար էր պայքարում, այլ կոնկրետ մարդկանց դեմ։ Եվ այսօր, երբ որ մենք ունենք ավելի քան ամոթալի վիճակ եւ մենք փաստորեն ունենք հնարավորություն հանրայինը նայելով ամեն անգամ լսենք գրեթե միշտ բացառությամբ շաբաթը 1-2 անգամ ես եմ այդ պատիվը ունեցել այդ տեղից խոսելու, կարծես թե ձևական այդ բնույթ է կրում, որ տեսեք մենք հրավիրում ենք եւ այլախոսների։ Այնինչ դա դարել է ուղղակի հրետորաբանությունը ամբողջ եւ տեղեկատվությունը եւ վերլուծությունները ամբողջովին իշխանամետ են, պետականամետ չեն, եթե ճիշտը խոսենք, այնպես որ հանրայինը այսօր զուտ մի թիմի, այն է իշխանության ղեկին նստած թիմի գաղափարախոսությունը տարածելու իրենց կարծիքը, այսպես ասած, ներարկելու եւ այլն այդպիսի մի ալիք է։ Դա կրկնում եմ, ոչ թե հասարակության մեծ խնդիրն է, դա հենց ամբողջ մեր եւ երկրի եւ պետության եւ իդեպ եւ իշխանության։ Անչափ շնորհակալ եմ։